ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը 2026 թվականի փետրվարին կայցելի Հայաստան, հայտնել է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահը։ ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սուրեն Սարգսյանը Facebook-յան էջի գրառման մեջ չի բացառել, որ ֆորմալ առումով հաջորդ տարի կարող է բացվել Թրամփի ուղին։ Թրիփը փորձագետը շեշտել է, որ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 եւ 2012 թվականներին։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառմանը Նարեկ Մկրտչյանը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետեւողական ջանքերի, նաեւ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը մեջբերում ձեռք բերված պատմական համաձայնության եւ ստորագրված փաստաթղթերի համար։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատնից հայտնում են Թրամփը իր հերթին ընդգծել է մեջբերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակալի դերակատարությունը խաղաղության գործընթացում, նաև նշել, որ հայ ժողովուրդը արժանի է կայուն խաղաղության եւ վերահաստատել ԱՄՆ աջակցությունը խաղաղ գործընթացներին։ Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ամենայն հավանականությամբ տեղի կունենան հունիսի 7-ին, թեև ընտրությունների օրը պաշտոնապես նշանակում է հանրապետության նախագահը, բայց ըստ օրենքով սահմանված ժամկետների հունիսի առաջին կիրակին է համապատասխանում այդ ժամկետներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասել է, որ 2026-ի ընտրությունների մասնակցող ուժերի ֆինանսական թափանցիկությունը ապահովելու համար նոր ժամանակակից գործիքներ են կիրառելու։ Կներդրվեն նաև մոնիթորինգային ծրագրեր փաստարկված հսկողություն սահմանելու համացանցում քարոզչության նկատմամբ։ Հնարավոր է արդյոք մոլդովական սցենարի կրկնություն Հայաստանում եւ ԿԸՆ չգրանցի ընտրություններին մասնակցել ցանկացող որոշ քաղաքական ուժերի, հարցրել են ԿԸ նախագահին։ Իսկ Մոլդովայում ինչ ա եղել։ Չէ, եթե դա ասեք Մոլդովայում ինչ ա եղել։ Հարգելի լրագրող, մի խնդրանք։ Ես իմ քաղաքական չեզոքությունը 22 թվականի հոկտեմբերի 7-ից չեմ խախտել։ Եթե դուք սկսեք այնտեղ, այսպես ասենք, ավելի խորանալ, կտեսնեք քաղաքական խնդիր է, ու դա մեր տիրույթում չի։ Ես ում նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել պաշտոնայական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Լրատվամիջոցների տեղեկություններով ձերբակալվածը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է։ Նախաքննության շահերից ելնելով հակակոռուպցիոն կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնել գործի վերաբերյալ։ Քաղաքացին էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց բենզինում է թշնամուն խորագրով ակցիա է արել։ Բենզինով լի շշի մեջ ցորենի հասկեր է դրել։ Քաղաքացին այսպես արտահայտել է իր բողոքը ադրբեջանական բենզինի եւ Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներկրումների դեմ։ Երեքշաբթի ռուսական մամուլը հայտնեց, որ ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով գալիս է Հայաստան։ Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է Ադրբեջանով Հայաստան բերել 2000 տոննա ռուսական ցորեն։ Թուրքիայի փրկարարները հայտնաբերել են Անկարայի մոտակայքում Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետի կործանված ինքնաթիռի բեկորները։ Անկարայից Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից հետո անհետացել է ռադարներից։ Օդանավակայանի մոտակայքում պայթյունի ձայներ են լսվել։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հաստատել էին ինքնաթիռի կործանվելու մասին տարածվող տեղեկությունները։ Ինքնաթիռում եղել էր 5 ուղևոր, այդ թվում լիբիական բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Ալի Ահմեդ Ալ-Հադադը։ Նա Թուրքիա է ժամանել պաշտոնական այցով։ Ֆրանսիայի Էրո դեպարտամենտում հայտարարվել է վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակ, չդադարող ջրհեղեղների պատճառով, հայտնել է Météo-France օդերևութաբանական ծառայությունը։ Ջրհեղեղի պատճառը վերջին օրերին Էրո գետի մակարդակի սովորականից ավելի արագ բարձրացումն է։ Լոնդոնից Մոնպելիե թռչող ինքնաթիռը փոթորկի պատճառով տեղափոխվել է Մարսել։ Ուղևորներին ավտոբուսով տեղափոխել են Մոնպելիեի օդանավակայան։ Օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ ջրհեղեղի մակարդակը կշարունակի բարձր մնալ ևս 2 օր։
Հռոմի Պաբլեո 14-րդը կոչ է արել հրադադար հաստատել Սուրբ Ծննդյան օրը, հարգելով Փրկչի ծննդյան տոնը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ իրեն վշտացրել է Ռուսաստանի հրադադարի կնքումից հրաժարվելը։ Անդրադառնալով աշխարհի տարբեր կողմերում ընթացող հակամարտություններին, Լեոն 14-րդը նշել է. «Հուսով եմ, որ նրանք կլսեն իմ խոսքը եւ ամբողջ աշխարհում 24 ժամ խաղաղություն կլինի»։ Ողջույն սիրելի հայրենիներ։ Կինը հայկական օջախի եւ սահմանի ամրությունն է։ Հենց այս համոզմունքն էր ընկած Սյունիքի սահմանամերձ ներքին Խնձորես գյուղում տեղի ունեցած միջոցառման հիմքում։ Հայուհի կանանց կենտրոնը հերթական նախաձեռնությամբ հյուրընկալվել էր սահմանամերձ համայնքի կանանց նպատակ ունենալով ակտիվացնել համայնքային կյանքը եւ կարեւորել հայուհու դերը երկրի ամրության գործում։ Միջոցառման ընթացքում կազմակերպության տնօրեն Լիաննա Մանուկյանն ընդգծել է, որ սահմանին ապրող կանանց ուշադրության կենտրոնում պահելն իրենց համար առաջնահերթություն է։ Հաջորդ տարի իրականացնելու ենք նաև առողջապահական ծրագրեր, ինչը մեզ համար այս բան շատ կարևոր է, պիտի ստանանք թույլտվություն առողջապահության նախարարությունից եւ շրջենք մարզերում եւ անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ անենք կանանց համար։ Մյուս տարվա մեր թիվ 1 ծրագիրը դա է։ Հայուհի կանանց կենտրոնն իր գործունեությամբ փորձում է կանանց տալ ոչ միայն էմոցիոնալ աջակցություն, այլև գործնական հմտություններ։ Կենտրոնը իրականացրած բազմաթիվ ծրագրերը հասարակությունում կնոջ դերի հզորացման համար են։